Վեհափառը նաև Նավասարդ arczepiskopos Կճոյանի վերաբերյալ դուք ասացիք ապաշխարել է դրա համար ներել է օրինակ Առաքել Սրբազանին ինչի համար է ներել ինքն էլ է անցել ճանապարհով որովհետև Առաջի հարցը մի հատ նորից Առաջին հարցը Նիկոլ Փաշինյանը 3 եպիսկոպոսների Այո, առաջի հարցին պատասխանեմ, երկրորդի պատասխաննել կգտնեք Նիկոլ Փաշինյանը Հանրապետության համար 1 ստախոսն է Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրենց ասել է ձեզ ողջունում եմ ձեր քաջության, համարձակության, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այդ մասին, որ ինքը վախկոտ է։ Եթե մեկին ասում է, որ դու համարձակ ես, ուրեմն ինքը լկտի պահվածք ունի, եւ ասենք Նիկոլ Փաշինյանին իմանալով, մենք հասկանում ենք, որ որևէ մեկին, որ ինքը գովում է, վարկաբեկվում է Այսօր ասում է գնել մեկը հավատացյալներից Գնել Սարգսյանը քեզ իր ուղիղ եթերում քննադատել է, ասի շատ շնորհակալություն իրենից, որտեվ եթե իրեն ինքը ինձ իր եթերում գովի, հարազատ բարեկամ չեմ ունենա, ընկերներից մեծ մասն էլ ինձանից կհրաժարվեն, այսինքն եթե Գնել Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի նմանները մեզ քննադատում են, մենք դրանից շատ ուրախ ենք։ Եթե ոմանց Նիկոլ Փաշինյանը գովում է, արդեն ամոթ է իրենց։ Դա քրիստոնեական է ասել Նիկոլ Փաշինյանը ինքը ասեմ Համար մեկ մոլորված զավակ պետք է հոգեբորական օրինակ այդպես խոսի։ Ինքը մոլորված զավակ չի, ինքը մոլորեցնող գայլ է եւ մեր բարեպաշտ ժողովուրդներն էլ գառան մորթով գայլերից զգուշացնում ենք։ Ինքը գառան մորթով գայլ է, իր կարդացած սաղմոսներն են իմ համար ամենավիրավորականը։ Կարող է ինքը այնպիսի սաղմոսներ կարդալ, որոնք վերաբերում են Մեսիային Եվ ինքը առաջի դեմքով կարդալ, չգիտեմ, կառավարության տանը ապրել, ընտանիքով շքեղ ապրելակերպով ապրել եւ ասել ես աղքատ ու տնանկ եմ, դու ոչ աղքատ ես, ոչ տնանկ ես, կամ աղոթքի նախաճաշ հրավիրել, դատաստանի առաքից խոսել։ Եթե ասում է դատաստանի առաքի ժամանակ ոմանց կասի եկեք իմ հորորդյալներ, բանտում է ինձ այցի եկակ, դու բանտարկյալներին չես այցի եկել Դու անմեղներին բանտարկել ես այդ թվում եպիսկոպոսների եւ arczepiskopոսների։ Ասում է տնանկ էի ինձ տանս ընդունեցիր։ Ինքը Արցախի մեր 120,000 ժողովրդին տնանկ է դարձրել։ Ինքը ասում է որբերին խնամեցիր 44-օրյայի պատերազմի իր ապաշնորհ ղեկավարության կամ ղեկավարության անկարողության հետևանքով բազում երեխաներ որբ են դարձել Այսինքն ինքը ոչ թե կալանավորների է այցելել, այլ ամենաշատ քաղաքական կալանավորները Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ եղել են իր օրոք։ Այսինքն ինքը կալանավորել է նաև աննախադեպ առումով եպիսկոպոսների, arczepiskopոսների, քահանակ այսօր տնային կալաքում, թեմիների հաշվապահների, հոգևոր կյանքը ամբողջ փորձում է խաթարել, Արցախում բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր Վերջի շրջանում տեսա ինչպես նաև Քաշաթաղում պարսկական մզկիթ էին ադրբեջանցիները քանդել դրա համար էլ սիրտս ցավացել Այսինքն Նիկոլ Փաշինյանին դարձի բերելու բոլոր հնարավոր ճանապարհները սպառվել են Դարձի գալը այսպես է մարդը պիտի զղջա Խոստովանի եւ Հատուցի իր արարքների համար ինքը եթե նույնիսկ զղջա Խոստովանի էլ կարծում եմ ինքը չի կարող հատուցել որովհետեւ ինքը Հայաստանի Արցախի հանրապետության ամբողջ տարածքն է հանձնել Ադրբեջանի ավելի մեծ տարածք է ինքը ստորագրությամբ հանձնել քան մենք կորցրել ենք 44-օրյայի պատերազմի ժամանակ ինչպես պիտի հատուցի զոհերի ընտանիքներին անհետ կորածների ընտանիքներին ինչպես պիտի հատուցի հաշվանդամ դարձած մարդկանց Ես կարծում եմ ինքը դժվարություն կունենա հատուցելու եւ դժվարություն կունենա դատաստանի ժամանակ պատասխան տալու։ Դրա համար էլ ինքը գնում է այն քայլին, որպեսզի իր ականջներին հաճո, իր լսելիքին հաճո, իր շուրջը համախմբի հոգևորականների նրա։ Օրինակ տեսանք 8 հոգևորականների, որոնք կներեք հանդիպեցին Փաշինյանի հետ։ Դուք տեղեկություն ունեք այդ 8 հոգևորականներից բացի այլ բարձրաստիճան հոգևորականներ եւս միանալու են։ Ինքը 8 տարվա մեջ 8 հոգի է հավաքել իր շուրջ 54-ից։ Այո, 54-ից, այսինքն քանիսն են մնում այնտեղ 40
44-ը։ Եպիսկոպոս, արքեպիսկոպոս նկատի ունի։ Այո, 54-ից եթե Միայն այդ 8-ը գլուխն է, միացել են Տեր-Հայր, եւ վեապարի շուրջ մնացել են արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների մեծագույն մասը, ավել ասեմ, եթե եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների մեծագույն մասը անգամ միանային Նիկոլ Փաշինյանին, դա որևէ հիմք չէ վեապար Հայրապետի հրաժարական։ Կան էլի միացում։ Մի րոպե միտքս ավարտեմ։ Վեապար Հայրապետը կարող է միայն հրաժարական տալ, եթե դավանաբանական շեղում ունենա իր հավատքից, որը վեապար Հայրապետը կուսակրանության ուխտը խախտելու ոչ հնարավորություն ունի եկեղեցու կանոններով վեապար Հայրապետի կանոն չկա շնության դեպքում, նույնիսկ ես նայեք սխալ չհասկացնում, նույնիսկ եթե վեապար Հայրապետը այսօր նման մեղք գործի, եկեղեցական կանոն չկա, կանոնագիր քայոցում կանոն կա քահանայի շնության դեպքում ինչ պիտի արվի, եպիսկոպոսի կա, սարգավակի կա, աշխարհիկի կա, բայց վեապար Հայրապետի վեապար Հայրապետի նման կանոն նույնիսկ գոյություն չունի ուխտը խախտելու ու իր վեապար եղած ժամանակ ուխտը խախտելու դեպքում նույնիսկ կանոն չկա, այսպես ասեմ, որևէ կանոն չկա, բայց դեպքն էլ չկա, այսինքն իրենք փորձում են նայեք մարդու անցյալի վրա ինչ որ մեղքեր բարդել, այսինքն ցանկացած մեկս անցյալում ներկայում մեղքեր ունենք 50 տարի առաջ ենթադրյալ կատարած հանցանքի համար այսօր հիշել են եւ ինչ ասեմ այսօր անբարոյական կյանքով ապրող մեկն է հիշել երբ որ իր կնոջ հետ ինքը ոչ զաքսով ոչ եկեղեցով ամուսնացած չի հենց օրենքի խախտում է այդ կանոնագիր քայոցը բոլորիս համար է Եպիսկոպոս չի, հոգեբորական չի, Ժողովուրդ բոլորս մարդ ենք եւ բոլոր մարդկանց համար է կանոնագիր քայոցի օրենքները օրենքից վեր մարդիկ չկան իրենք դրա իրավասությունը չունեն իրենք ինքնիրավչությամբ են զբաղվում որի համար պետությունը քրեական հոդված ունի պետական պաշտոնյայի հովանավորչությամբ նման արարքը նաև ավելի է խստացում, եթե պետական պաշտոնյայի հովանավորչությամբ է արվում, սահմանադրությամբ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին պետության հետ իր հարաբերությունների համաձայնագիրը ունի 2007 թվականին կնքված, որտեղ վարչապետը որևէ լծակ չունի։ Եթե ես օրինակի համար գողություն անեմ, շնություն անեմ, սպանություն անեմ, ինձ պետությունը կարող է պատժել միայն գողության եւ սպանության համար։ Ինձ մայրաթորը կարող է որպես քահանայի նաեւ շնության համար պատժել, բայց պետությունը նման լծակ չունի, որ ինքը մտնում է ուրիշների ընտանիքները, ուրիշների անձնական կյանքը։ Այդ թվում հոգեվորականների իմ հարցը նման դեպքում կարող է քննվել, եթե օրինակ ես շնություն մեղք գործեմ, իմ հարցը պիտի իմ համայնքը կամ երեցկինը կամ ես ներկայացնենք կարգապահական հանձնաժողովին եւ կարգապահական հանձնաժողովը այդ դեպքում մեր հարցը քննելու իրավունք ունենա, բայց կարգապահական հանձնաժողովը ինքը խորհրդատվական մարմին է եւ իր քննած հարցը միայն օրինական ուժ է ստանում վեապար Հայրապետի կողմից հաստատելուց հետո կներեք եկեղեցին ինքը երարխիկ կառույց է եւ ղեկավարում է տիրոջ օծյալ գահակալի նույնիսկ ազգային եկեղեցական ժողովը որ մեծ ձայների մեծամասնությամբ ընտրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին ինքը նույնիսկ միջոց է օծման համար կարևորը վեապարի օծումն է եւ ինքը մեր օծյալ գահակալն է եւ որևէ մի իշխանական չինովնիկ իրավասու չէ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու Տեր Վրդանես, դուք տեղյակ եք բարձրաստիճան հոգևորականների այս պահին ընթացող ժողովից ինչ ժողով է տեղի ունենում, արդյոք վարչապետի հետ երեկվա հանդիպմանը մասնակցած եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները, որովհետեւ այնտեղ ցանկում նրանց անունն էլ կա կազմում, հա, ժողովի, արդյոք նրանք ներկա են այդ ժողովին։ Հարցի համար շնորհակալ եմ, անտեղյակ եմ, տեղյակ չեմ։ Իսկ դուք ասացիք, որ եկել եք հանդիպելու կաթողիկոսին։ Չէ, ես եկել եմ մարտաճար աղոթելու, այո, իմ աջակցությունը հայտնելու։ Օրակարգից էլ տեղյակ չեք, ներողություն։ Չէ, տեղյակ չեմ։ Դեր եկեղեցին այս։ Եվ որևէ այդ մանատ ես այսօր առավոտյան
կալանավայրում գտնվող Մրկերտի arczepiskopos Պռոշյանի օրհնությամբ եւ մեր թեմի հոգեվոր տեսուչ հայ շնորհ Պալոյանի օրհնությամբ այցելել եմ Փոշի Սուրբ Ստեփանոս մեր ուխտավոր հավատացյալների հետ եւ այնտեղ նաեւ աղոթել ենք Վեհափառ Հայրապետի համար, որ մեր Վեհափառ Հայրապետին երկար արևշատ օրեր տա Աստված, նաեւ կալանավայրում եղող սրբազան հայրերի համար, մանավանդ Միքայել arczepiskopos Աճապատյանի համար, որտեղ ինքը չնայած իր արտաքին այսպես քաջ, համարձակ տեսքին, ինքը փոքր առողջություն ունի, ինքը գիտնական, մտավորական, հոգևորական է, բայց շատ առողջական լուրջ խնդիրներով անձնավորություն է, որոնց համար ինքը չի լացում, չի մխկտում, սենց խեղճ դեմք չի ընդունում, բայց ինքը շատ փխրուն առողջություն ունի։ Ուզեմ, որ նաև դուք էլ աղոթեք իր առողջության համար, որտեղ կալանավայրում եղող հոգևորականների հետ նաև շատ վատ են վարվում, անկեղծ ասեմ, ես ինքս առաջի այդ ուզարկության ժամանակ եւ մեր տունը հոկտեմբերի 15-ին մտան մեր տուն, այնտեղ ասենք շատ արգալից էին վարվում, բայց փառք Աստծո վերջի անգամ որ քնչական եմ կանչվել, փաստաբանի հետ էի եւ ի պատիվ Արմինե Ֆանյանի, որ հրաշալի փաստաբան է, փառք Տիրոջը, վերջի անգամ քնչականում իմ հետ անհարգալից չեն վարվել եւ ինձ խոշտանման չեն ենթարկել։ Ինչպես են վարվում հոգեվորականների հետ, որ ասացիք վատ են վարվում Միքայել Սրբազանի հետ ֆիզիկական։ Ասենք, անկեղծ ասեմ, որ մեր տոնը խուզարկության են մտել, կներեք, նույնիսկ ինձ չեն թողել հագուստներս հագնեմ, գիշերազգեստով եմ եղել ամբողջ ընթացքում։ Ինձ առանց դատարանի ծանուցման բերման են ենթարկվել, ես այդ առավոտյա երեկոյան ժամը 17-ին եմ իմացել, որ ինձ բերման են ենթարկել, ոչ թե ուղակի հրավիրել են, այնտեղ ամբողջ ընթացքում առավոտյան 7-ից մինչև երեկոյան 17-ը նույնիսկ ինձ մեկ զանգի հնարավորություն չեն տվել, այնտեղ քնչականում եղած ժամանակ ես դեղորայք չեմ ստացել, էլ ասենք ճշման եւ շաքարի կարիք ունեիք։ Այո, կարիք ունեի, ավել ասեմ փոքր երեխաց մենք գիտեինք քնածեր, բայց վերմակով ծածկված է եղել երեխան եւ այդ ամբողջ նաեւ անհարգալից պահվածքը իմ ընտանիքիս անդամ Դիմակավորված մտել էին։ չէ առանց դիմակի, բայց ասենք ոչ կոռեկտ պահվածքով, մոտավորապես ինձ ձայներդ կտրեք, հարց կտամ կպատասխանեք, չեք տա չեմ պատասխանի եւ այո, իմ անձնական կաշվի վրա ստացել եմ, նրանց այդ վարվածի հետ կապված տեղեկություններ չունեմ, չեմ կարող փաստել, բայց կարծում եմ տարբեր չի եղել։ Եվ կներեք մի բան ճշտեմ, էլի դուք որ ասեցիք արհեստական բանականությամբ, դա ինչ որ փորձաքննության հիմքով եք դուք ասում։ Ժողովուրդ, ես անզեն աչքով նման վիդեոները իրարից տարբերելու, ասենք sense primitive, ասենք ամենա կարող եք դուք մտնել այդ նույն վիդեոները, եթե ձեզ հասանելի է, եթե հարմար կամարեք, մտեք, տեսեք եւ վստահ եմ դուք ինձանից լավ կարծիք կհայտնեք եւ վստահ կիմանաք, որ դա արհեստական բանականությամբ է։ Ես անձամբ, ասենք, Սրբազան հորը շատ լավ ճանաչում եմ, շատ հարգում եմ եւ եթե նույնիսկ ինքը որևէ խնդիր էլ ունենա, ինքը այնպեսի էսենց քաջ առաքինի անձնավորություն է, որ պատրաստ է իր խնդիրների համար պատասխան տալ ցանկացած հարցի համար եւ Արշակ Սրբազանը ի պատիվ իրեն այն անձնավորությունն է, որ հարկ եղած դեպքում, եթե զգա իր պատճառով կարող է եկեղեցին նույնիսկ վարկաբեկվել, ինքը պատրաստ է եկեղեցի թեմի առաջնորդը մյուզեումին հարցազրույց մյուսներից ով հարց չի տա։ Էլի բոլոր հարցերին, ձեր հարցերին էլ նայեք, ձեր հարցերին միջև վերջ կկանգնեմ, բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ, չէ, բայց չէ, ձեր հարցին էլի կպատասխանեմ։ Ես չեմ շտապում, չէ, դուք չէ, ով որ հարց չի տվել լրագրողներից, կուզեմ իրանք հարց տան եւ նորից ձեր եւ ձեր հարցերին կներողություն էլի, հա, ով հարց չի տվել, ով չի տվել։ Լավ, ուրեմն կներեք, լավ, ուրեմն ձեր հարցին պատասխանը։ Շնորհակալություն։ Դուք որ ասում եք Արշակ Սրբազանն ասում է, եթե իմանամ եկեղեցում Չեմ ասում, ինքը ասում է, ես եմ ասում, եթե Արշակ Սրբազանը իմանա, որ իր վարքով, կենցաղով կարող է եկեղեցուն վնաս հասցնել, վստահ եմ իր եկեղեցասիրության վրա որևէ կասկած չունեմ, ինքը ցանկացած պահին պատրաստ է եկեղեցուց դուրս գալ, եկեղեցին չվնասելու համար, բայց ինքը որևէ այդպիսի խնդիր չունի եւ ուրախ ենք, նաեւ իմ աջակցությունն եմ հայտնում Արշակ Սրբազանին
Սրբազանին, մենք իրեն շատ սիրում ենք, հարգում ենք, մեր հավատացյալ ժողովուրդը իրեն շատ արժևորում է, ինքը մեր շատ սիրելի սրբազան հայրերից է։ Եվ ավել ասեմ, մարդկանց ցանկացած մարդու, քանի որ իր մեղքը հաստատված չէ, եթե նույնիսկ զրպարտություն կա, մենք այդ մեղքը չենք կարող ընդունել որպես գործած սխալ։ Մի րոպե իմ հարցը հերթնա։ Տեսեք, դուք այսրա հետ կապված մենք ավելի շատ բանակցում ենք ով հաստա, քան Չէ, հերթով տվեք ուղղակի դուք ասեք։ Ձեր պատասխանեցի իր երկրորդ հարցը կտաս, էդ էլ կսպասեմ։ Սիրով կսպասեմ, չեմ գնում, չեմ փախնելու հարցը։ Լավ, եթե բարդ է։ Նույնիսկ եթե կամերա որևէ բարդություն չկա, եթե կամերաներն էլ գնան, հաղորդավարներն էլ ձեր բոլոր չէ, իր հարցին պատասխանը։ Դուք նշեցիք, որ անձեն աչքով էլ տեսանելի է, որ արհեստական բանականությամբ է գեներացվել, ապօրինի կերպով լոգարանում տեսախցիկ են դրել, որպեսզի այս ամեն ինչը կարողանան ստանալ, բայց ինչպես գործընկերս նշեց, Կոտայքի թեմի առաջնորդը Նյուզեեմի հետ զրույցում նշել է, որ սրբապղծություն է տեղի ունեցել եւ վեհափառ հայրապետին մի քանի անգամ դիմել են, որպեսզի ժամանակավորապես Արշակ Սրբազանը լքի անգամ կարգալուծության հարցի քննարկվի, ինչպես է ստացվում, որ Եվ նա ասում է, որ կաթողիկոսն ասած չեմ կարող Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում։ Լավ, հարցին պատասխանեմ, քանի որ հարցը նորից հնչեց, ես նախորդ հարցին էլ պատասխանեցի, ու այն 8 եպիսկոպոսները, եւ արքեպիսկոպոսները, որոնք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք ազատ կամ արտահայտության հնարավորություն չունեն, իրենք զրկված են ազատ կամ արտահայտություններից, իրենց դեմ ունեցած շանտաժի, բռնության, նաև կոմպրոմատների պատճառով եւ քանի որ հարցը իրենցի տված հարցն էր, որ ինքը հայտարարություն է արել, ես կարծում եմ իր հայտարարությունը հիմնավոր չէ։ Իսկ Առաքել Սրբազանը իր ասած է հենց ինքը իրենք կրոնության ուխտը խախտել է։ Ես Ժորժ ջան, այդ հարցը ես քննություն առնողը չեմ։ Թող ասենք այդ հարցերը բոլորը Չէ, չունեմ։ Ճիշտ ասած, ես ասենք տենց որևէ մեկի անձնական հարցով, այդ թվում իմ համայնքի անդամների անձնական հարցերով զբաղվում եմ այն դեպքում, երբ որ իրենք խոստովանության համար անհատապես գալիս են իմ մոտ եւ ինձանից խորհուրդ են հարցնում եւ փորձում են այդ մեղքից դուրս գալ, ես այդ դեպքում իրենց խորհուրդ եմ տալիս, օգնում եմ։ Ես երբևիցե չեմ հետաքրքրել ոմանք ինչպիսի բարոյական կյանքով են ապրում, իրենց այդ անձնական հարցերը գալիս են իմ քննարկման շրջանակ, երբ որ մարդը գալիս է իմ մոտ խոստովանության։ Նախորդ պատասխանից մեկում ասացիք, որ կաթողիկոսի հետ կապված այդպիսի խնդիր չկա, եթե նա Ես երբևիցե նման խնդիր չեմ լսել, չեմ տեսել, հիմքեր չունեն։ Չեն ասում, զավակ ունի թե չէ, եթե մեկը Ասեմ, ձեր հարցին, եթե չեն ասում ով եք ասում, ես ասում եմ չունի։ Եթե ինչու՞ չի ասում։ Մայրաթորով է, ես Մայրաթորի քահանաներից մեկն եմ։ Որը Մայրաթորի պաշտոնական որոշում Հիմա կներեք ոնց որ ինձ ասեն դու այլ մոլորակային ես, ես գնամ ասեմ չէ, ես այլ մոլորակային չեմ։ Նման ասենք հերյուրանքների մակարդակով հարցեր բարձրացնելը եւ դրան պատասխանելը, ասենք ամեն ինչ ասում են։ Ոնց մյուս եպիսկոպոսների պահով ասեցիք, որ իրենք աղքատության ուխտն է խախտել, սակոնության։ Ես նայեք կներեք երևի իմ խոսքում հիշեք, ասացի, եթե իրենք այդ ուխտերը խախտել են ու իրանց դեմ կոմպրոմատներ ունեն իշխանությունները, իրենք սխալ ճանապարհով են այդ իրավիճակից փորձում դուրս գալ։ Այսինքն իրենք չէին կարող այլ ձևով հայտնվեին վարչապետի շրջանակում։ Բայց դուք ասացիք, որ իրենք զղջացել են, ապաշխարել են։ Եթե նախկինում այդպիսի ասի խնդիրներ քննվել է իրենց մասով եւ իրենք կարգալույս չեն արվել, ուրեմն այդ խնդիրների շուրջ իրենց Այսինքն ամբողջը ենթադրություն էր։ ենթադրություն չի, դա Այսինքն այդպեսի բան եղել է։ եթե որևէ մեկի մասին եղել է եւ այդ հարցը քննվել է, դուք ասենք եթե պատկերացում ունենաք, վստահ եմ ձեզանից շատերը ունեն, կարգապահական հանձնաժողովը ինչ մեխանիզմներով է աշխատում, Մայրաթորի շնորհքների բաշխման եւ կարգապահական հանձնաժողով կա, որը ցանկացած մեկի հարցը քննելուց հետո, երբ որ ինքը մեղք է գործել, հարցնում է այդ մեղքի համար դու զղջում ես, որովհետեւ դեպք է լինում մարդը այդ հանձնաժողովին ասում է ես այդ մեղքը չունեմ կամ չեմ զղջում։ Եթե ասում է չունեմ, պիտի ինքը հիմնավորի որ չունի, եթե ասում է ունեմ եւ չեմ զղջում, իսկ եթե ինքը այդ կարգապահական հանձնաժողովում այդ հարցը
նախկինում ներկայացվել է եւ ինքը այսօր շարունակում է քահանագործել, վստահաբար ինքը զղջում եւ ապաշխարության Ենթադրում եք, որ եղել է այդպիսի բան, ինքն զղջացել է։ Դուք Ասում եք, եթե եղել է։ ասենք նայեք հիմա 8 հոգու մասին ենք խոսում, կարող է իրանցից մեկի համար եղել է եւ մեկի համար չի եղել։ Ոմանց համար էլ ասենք ես իրենց աստիճանից ելնելով չեմ ուզի ավելի անznավորեմ, որ ասենք չհայտնվեմ, ասենք, չգիտեմ, ասենք կարող է հիմա մի փոքր փորձեմ ավելի շատ անznավորեմ, հայտնվեմ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակում, որը ես ինձ թույլ չեմ տա այդպես իջնեմ, իրենց անձնական հարցերը ես բարձրացնեմ։ Թող իրենք իրենց անձնական հարցերը ինքնուրույն ներկայացնեն կարգապահական հանձնաժողովին եւ փորձեն լուծումներ գտնել։ Դա իրենց անձնական խնդիրն է։ Իրենք եթե այդ խնդիրը ունեն, որոնց համար իրենց շանտաժ են անում, ահաբեկում են, արդեն խնդիր ունեն։ Այդ խնդիրներից դուրս գալու իրենց ճանապարհը նորից Իսկ ի՞նչ գիտեք, որ շանտաժ են անում։ Կարող մարդկանց անկեղծ դիրքորոշում են։ կզարմանայի, որ իրենց բա մինչև այդ սուրեր իրենց անկեղծ դիրքորոշումը։ Նոր են դարձի եկել։ Հա, Բացառում եք։ Ես իրենց շատ ավելի կհարգեմ, եթե իրենք ասենց սկզբունքորեն թեկուզ այդ Որ Կճոյանը ձեր դեմ դուրս գա, ինչ կասեք իրեն։ եթե դեռևս կարգալուծության հրամանը չի եղել, Աստված օգնական կասեմ։ Ինքը դրա կարիքը այս պայն ավելի շատ ունի, քան նույնիսկ այն մնացածը։ Դուք կարծում եք, որ Կճոյանին պետք է կարգալույց անել։ Եթե ինքը առանց վեհապարի գիտությամբ է հանդիպել եւ եկեղեցու ընդհանուր դիրքորոշմանը դեմ կարծիք ունի, իհարկե կարծում եմ։ Հայր առնվազն 2 ամիս առաջ նույն Եվ ոչ միայն Կճոյանին, ցանկացած մեկին, էլի, ասենք բոլորին, ցանկացած մեկին, եթե եկեղեցու պաշտոնական դիրքորոշումից այլ դիրքորոշում ունի, եկեղեցում ինքը չի կարող լինել։ Այսպես է։ Մեզ Ստեփան Ասատրյանը դեռ շարունակում է եկեղեցում լինել։ Տարբեր հարցեր, եկեղեցու միության հարցում չի կարող բազմակարծություն լինել։ Կարող է բազմակարծություն լինել, օրինակ այլ հարցերում, բայց ոչ այն կանոնական հարցերում, որ եպիսկոպոսատ ժողովը մայրաթոռում վեհապար հայրապետի ատենապետությամբ կորոշի։ Եկեղեցում նման sense բազմա ժողովը քվեարկում է, որոշում է, բայց վերջնական որոշումը ժողովի ղեկավարի, այսինքն վեհապար հայրապետի առանց հաստատման որևէ արժեք չունի։ Առնվազն 2 ամիս առաջ այդ 8 սրբազաններից 2-ը խոսում էին հակառակը, նույն Արցախի կորստի մասին, նույն եկեղեցու դեմ արշավի մասին։ Հիմա իրենք հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Որն է ավելի անկեղծը ցես։ 2 ամիս առաջ արված հայտարարությունները թե երեկվա հանդիպումը։ 2 ամիս առաջ արած հայտարարություններից առաջ հավանաբար այդ կոմպրոմատները իրենց արժև չէին դրել եւ իրենք ազատ կամ արտահայտություն ունեին այդ կոմպրոմատների մասին մի անհանգստեք դուք այդ բոլորը կտեսնեք կլսեք նույնիսկ եթե պարզ ժողովուրդը դրանք չդնի իրենց արժև ես վստահաբար ասում եմ Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ հետո նաեւ այս հակաեկեղեցական արշավը ծախողելուց հետո ինքը կհրապարակի այդ բոլոր կոմպրոմատները որ ունի իրենց դեմ ինքը խափում է կոնտրոբանդները օգտագործում է վերջում էլ հրապարակում է որովհետև ինքը ձեր նման կայացած լրագրող չի, այլ թերուս լրագրող է նախքին, որը չի ավարտել լրագրողության են բազան չունի, որը դուք ունեք, ի պատիվ ձեզ։ Ես կուզեմ նաև իմ հարգանքն ու գնահատանքը արտահայտել բոլոր լրատվամիջոցներին, որոնք եւ Հովանավանքում հստակ կերպով ցույց տվեցին, թե այնտեղ ինչ է կատարվում ոստիկանների, ովքեր են այնտեղ հավաքվել, ինչպես են նրանք բերվել, ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը, իմ հարգանքն ու խոնարհում են լավ լրագրողներ։ Չեմ ուզի անուններով էսպես իրանց էլ անդրադառնամ, կարամ իհարկե մի մասին արտահայտել, որոնք ուղակի քաջությամբ այդ ամբողի փողոցային խուժանի դեմ կանգնած ազգի եւ եկեղեցու իրավունքներն էին բարձրաձայնում, հարգանքս խոնարհում ես եւ այդ լրագրողներին եւ կուզեմ արտահայտվել երեք համացանցում տեսա ասում են բա ուր են մտավորականները ես բազմաթիվ մտավորականների խոսք լսեցի ի աջակցություն եկեղեցու նաեւ լսեցի տարբեր մարդկանց խոսքը աջակցություն վեհապար հայրապետին եկեղեցուն եւ փառք Աստծո ջրերը պարզվում են եւ հստակ է լինում ովքեր են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի իր օծյալ գաղափարի կողքին, ովքեր են դեմ եկեղեցուն եւ ովքեր են իրենց վարկով, կենցաղով
տարիներ շարունակ վարկաբեկել եկեղեցին եւ այսօր էլ չեն կարողանում իրենց սեփական վարկը պաշտպանել եւ նրանց կողքին փառք Աստծո ունենք հրաշալի հոգեվորականներ, որոնք իրենց կոչմանը հավատարիմ են։ Ես իմ աջակցությունն եմ բերում բոլոր իրենց կոչման մեջ, իրենց ուխտը եւ հավատարմության եւ կուսակրոնության եւ մնացած ուխտին հավատարիմ եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին, քահանաներին, սարգսակներին եւ պարզ հավատացյալներին, ինչու՞ չէ։ Տեսնում եմ այստեղ կանգնած հավատացյալների մեջ լեգենդար մարդիկ կան, հարգանքներս ձեզ խոնարհում ես բոլոր են քաջ համարձակ մարդկանց, շնորհակալություն ձեզ իմ համեստ կարծիքը հայտնելու համար, ցանկացած կերպ կարող եք առողջություն իմ կարծիքը կարակ կրճատեք, երկարացնեք, կարակ եթե ուղիղ եթերում դնեք, առանց ուղիղ եթերի ինչպես կուզեք արտահայտվեք, ձեզ բոլորիդ Աստված օրհնի։ Շնորհակալություն։ Բոլորիդ շնորհակալություն։ Հա, Աստված օրհնի ձեզ։ Վերջում հաջողն էլ բարևի նման էր, էլի։ Որևէ մեկը կար ասի օրհնեցեք Տեր, Աստված բոլորիդ օրհնի։